Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը կայքեջից հեռացրել է կաթողիկոսի այցը լուսաբանող նյութը։ Մամուլը գրում է նաև 2 աշխատակիցներին հեռացնելու մասին։ Տեղեկությունը համապատասխանում է արդյոք իրականությանը։ Փորձեցինք պարզել թանգարան ինստիտուտից։ Տեղեկացնում եմ, որ մեր հեռախոսազանգը ձայնագրվում է։ Ուզում եմ խոսել լրատվության բաժնի աշխատակիցների հետ, չեմ կարողանում, նաև տնօրենի հետ եմ ուզում կապ հաստատել, չի ստացվում։ Նրանք անջատում են։ Ես միանում եմ, բայց նրանք անջատում են, չեն պատասխանում։ Շատ լավ։ Դրանից առաջ եւ հետո մի քանի անգամ եւս զանգեցինք։ Ոչ մի արձագանք։ Այն, որ կաթողիկոսի այցի Ծիծեռնակաբերդում բարեխոսական կարգի մասին նյութը չկա, փաստ է եւ կանխատեսելի իրողություն ընդգծում է պատմաբան Թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Եվ ամենավատ այս պատմության մեջ է նա, որ սա շարունակական է լինելու, որտեղ իշխանությունները արդեն պատրաստ են ամեն ինչ։ Իրենց համար չկան կամիջ գծեր, չկան ինչ-որ սահմանափակումներ, որ սա չի կարելի, սա ուղղակի վերջին դրվագն է, որից այն կողմ անցնելը ուղղակի անթույլատելի։ Իրենց մոտ անթույլատելի բոլոր սահմանները անցել են։ Մինչ ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքից հեռացնում են կաթողիկոսի այցի մասին պատմող նյութը, հանրային հեռուստաընկերությունը ընդհանրապես չի ցուցադրում, չի խոսում այդ մասին։ Բարև ձեզ։ Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Հանրային հեռուստաընկերության ղեկավար Հովհաննես Մովսիսյանից փորձեցինք պարզել, ինչու չեն լուսաբանել կաթողիկոսի այցը։ Ասաց, գրավոր են պատասխանում հարցերին։ Հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը պարզ է։ Քաղաքացիների հարկերից սնվում, բայց քաղաքացիական պայմանագրի համար են աշխատում, ընդգծում են Մենուա Սողոմոնյանն ու Գևորգ Ղուկասյանը։ Հանրային հեռուստաընկերության մասով ամեն ինչ երևի ավելի քան պարզ է, այստեղ շատ քննարկելու թեմա չկա։ Բայց ցավով պետք է արձանագրել, որ կատարելով քաղաքական եւ քաղաքական իշխանության պահանջները, ցեղասպանության թանգարան ինստիտուտը որպես ինստիտուտ, որպես ակադեմիական հարթակ, որպես մի հարթակ, որտեղ ակադեմիական ազատություն եւ ցանկացած ազատություն, որ չի հակասում օրենքին, պիտի երաշխավորված լինի, կորցնում է իր արժեքը։ Հանրայինը չի ցուցադրում կաթողիկոսի այցն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նահատակների բարեխոսական կարգը։ Փոխարենը հուշահամալիրում կառուցած հատուկ տաղավարից հատուկ ուղերձներ է հեռարձակել ցեղասպանության զոհերի թվի սփյուռքի վերաբերյալ։ Կարելի է ասել, որ մինչև 1.5 միլիոն հայ զոհերի թիվը, եթե հաշվի առնենք ամբողջ ընթացքը հայոց ցեղասպանության եւ քեմալական այդ Թուրքիայի հալածանքներին, կարելի է ասել, որ համապատասխանում է իրական է, այսինքն իրականությանը կարող է համապատասխանել, եթե հաշվի առնենք ոչ միայն ուղիղ կոտորածների, այլ նաև սովից համաճարակներից զոհերի թիվը։ Հայկ Դեմոյանի խոսքով Թաթոյանը ինստիտուտի այն գիտաշխատողներից է, որ պատմությունը լավ գիտի, պարզապես ծուղակն է ընկել։ Ինքը ամբողջից ելնելով տրվել է խարդավանքներին եւ իրեն հարմարեցրել են, իրեն չծած մտքերը, թեզերը հարմարեցրել են, այսօրվա ԿՊՀ-ական, նիկոլական թեզերին ակնհայտ է։ Կիրո Մանոյանի խոսքով Ռոբերտ Թաթոյանի խոսքը այնպես չէ, թե սխալ է։ Հարցն այն է, թե ինչպես են ներկայացնում հանրությանը։ Գիտականորեն շատ սխալ բան չկա, այսինքն այնպես չէ, որ 1.5 միլիոնը չարտվեր է։ Ցեղասպանությունը չի նշանակում կարտել։ Ցեղասպանությունը նշանակում է ունենալ հստակ դիտավորություն, այդ դիտավորությունը լինի ինչ-որ էթնիկ ազգային խումբ բնաչնչելու, ամբողջությամբ կամ մասնագի բնաչնչելու քաղաքականություն, նույնիսկ քայլ առնելու պետք ունի, որովհետեւ ցեղասպանություն լինի։ Եվ ճիշտ է, որ չէ որ 1.5 միլիոնը զոհվել են, նահատակվել են, բոլոր անպայման ծրից են անցած, ստեղծել են պայմաններ, օրվա Օսմանյան Թուրքիայի իշխանությունները ստեղծել են պայմաններ, որ հստակ էր, որ արդյունքը պիտի լինի ոչնչացումը այդ մարդկանց մեխանալը։ Սրով արևեն,
ծոված պահելով արել են, դա ոչինչ չի բաղկացնում ցեղասպանության փաստից։ Հանրային հեռուստաընկերությունը հատուկ տաղավարից մեկ այլ հատուկ ուղերձ էր ցուցադրել Սփյուռքի վերաբերյալ։ Եթե ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի արտաքին գործոց նախարարը հայտարարում է կամ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ասում է ցեղասպանությունը առաջնայինը չի մեր պետական քաղաքականության մեջ, վա, ինչպես կարելի է, զարմանում եմ։ Այսինքն իրենց համար զարմանք է առաջացնում։ Այն ինչ որ եթե գիտակցենք, պետությունը ունի իր առաջնային խնդիրները եւ բնականաբար ցեղասպանությունը մտնում է այդ ամբողջ ծրագրի մեջ, բայց չի կարող դառնալ առաջնային։ Այս հարցը արդեն ինքը մի խնդիր է, որ շատերը չեն ըմբռնում։ Շվեդիայի Սփյուռքի հանձնակատար եւ Եվրոպայի հայերի համագումարի նախագահ է ներկայացել Կարո Հակոբյանը։ Նրա խոսքով Սփյուռքը պետք է ունենա նոր մտածելակերպ, նոր ժամանակներին համապատասխան։ Բայց Սփյուռքում Կարո Հակոբյան անուն ազգանունով ներկայացուցիչը գրեթե դերակատարում չունի, նշում են Գևորգ Ղուկասյանն ու Կիրո Մանոյանը։ Եվրոպայի հայկական Սփյուռքի բոլոր դերակատար կազմակերպությունների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով շփման մեջ եմ, էլի այդ կազմակերպությունը, որի անունից նա ներկայանում է, չեմ, այսինքն դերակատար կազմակերպություն չէ։ Իսկ ասվածը իր հերթին հակասում է սփյուռքագիտության դասական կանոններին, որովհետև աշխարհի գրեթե բոլոր կայացած սփյուռքեր ունեցող ժողովուրդների պարագայում սփյուռքերը իրենց քաղաքականությունը չեն պայմանավորում հայրենի պետության արտաքին քաղաքականությամբ։ Սփյուռքը գործել քաղաքական օրակարգ է ունեցել անգամ այն պայմաններում, երբ Հայաստանն անկախություն չի ունեցել։ Սփյուռքը անկաշկանդ է ավելի, քան պետությունը, եւ այս փաստից պետք է օգտվի պետությունը, ոչ թե կաշկանդի նաեւ Սփյուռքին, նշում են զրուցակիցներս։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։